Բարև Օլիմպոս, ողջունում ենք ձեզ մեր ջերմ ու սպորտային տաղավարից, որտեղ շարունակում ենք ներկայացնել մեր լավագույն մարզիկներին։ Այսօր շատ սպասված ու սիրելի հյուր ունենք, նա ծանրորդ է Եվրոպայի աշխարհի օլիմպիական խաղերի փոխ-չեմպիոն եւ Ասիայի չեմպիոն Գոր Մինասյանը, ողջույն Գոր ջան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես էլ էի սպասում այս հրավերին։ Մենք վաղուց էինք քեզ ուզում տեսնել մեզ մոտ, բայց կամ Հայաստանում չէիր, կամ մրցումների էր մասնակցում եւ բավական ակտիվ շրջանում էիր գտնվում, վերջապես ստացվեց։ Անցած տարի շատ էին առաջնությունները, օլիմպիական խաղերից հետո դժվար էր հետ գալը, աշխարհի առաջնությունը չստացվեց, Ասիայի առաջնությունը չմասնակցեցի, բայց լավ է արդեն ամեն ինչ, այս տարի էլ Ասիայի առաջնություն կա, աշխարհի առաջնություն, ասիական խաղեր եւ օլիմպիական վարկանիշային գավաթի առաջնություն կա Քատարում, պետք է հասկանանք, թե որն է ավելի կարևոր, որպեսզի ճիշտ գրաֆիկով մասնակցենք։ Շատ բան ասացիր եւ ծանրորդի համար դա դժվար է, որովհետեւ տոննաներ եք բարձրացնում ու խիտ գրաֆիկը նաեւ պետք է այնպես անի, որ դու կարողանաք հանգստանալ Գոր։ Ինչպես ես կարողանում այդ գրաֆիկի մեջ տեղավորվել, վերականգնվել եւ մասնակցել արդեն հաջորդ մրցաշարին։ Դե աշխարհի առաջնությունից հետո անցած տարի մասնակցեցի իսլամական խաղերին, դրանից հետո երևի 1 ամիս ավել ընդհանրապես չեմ մարզվել, հանգստացել եմ։ Հիմա նոր սկսել եմ մարզվել, Հայաստանի հավաքականի հետ հավաքների եմ հիմա եւ պատրաստվում եմ, եթե հասցնեմ նորմալ վերականգնվել եւ պատրաստվել, կմասնակցեմ Ասիայի առաջնությանը, եթե չէ, արդեն ասիական խաղեր հոկտեմբերին։ Իսկ փոփոխություններ քո կարիերայում երկիրդ փոխելուց հետո հիմնականում եվրոպական մրցաշարային ծրագրով էր գնում, հիմա անցում ես կատարել ասիականին, կա ինչ-որ տարբերություն եւ նախապատրաստական եւ մասնակցության առումով։ Տարբերությունը այդքան էլ շատ չի, որովհետեւ մրցումների օրերը շատ մոտ են իրար։ Այս տարի Ասիայի առաջնությունը ապրիլի 1-ից 10-ն է, Եվրոպան ոնց որ 10-ից 20-ն կամ 15-ից 25-ը նույն ժամանակահատվածում է։ Մենակ տարբերությունը հիմա այն է, որ այն ժամանակ ասիական երկրների գերծանր քաշայիններին աշխարհի առաջնությանն էինք հանդիպում, հիմա ես արդեն Ասիայի առաջնությանն եմ իրանց հետ մրցում, պարսիկների, սիրիացիների հետ։ Երկու մրցում, երկու ծանր մրցակիցներ ես ունենում։ Հիմա դե Եվրոպային լաշան չկա, ավելի հեշտ է, քան Ասիայի առաջնությանը։ Քեզ համար փաստորեն ավելի ուժեղ եւ բարդ մրցակիցներ են։ Բայց մյուս կողմից դա ավելի չի քեզ մոտիվացնի երկու մրցում, երկու ուժեղ մրցում եւ այնպես չի ստացվի, որ աշխարհին գնաս միանգամից ուժեղների դեմ արդեն ճանաչելիս կլինես։ Չէ, կիլոգրամները նույնն են։ Դե ցանկալի է, որ համ Ասիայի առաջնությանը, համ աշխարհի առաջնությանը մոտավոր նույն կիլոգրամները բարձրացնես։ Հիմա եթե այնտեղ մարդ չլինի հետդ մրցող, ավելի քիչ բարձրացնես, աշխարհի առաջնությանը կարող դժվար լինի։ Իսկ մեկ այն ժամանակ Լաշայի հետ ինքը կապ չունի, ով ինչքան էր բարձրացնում, Եվրոպային աշխարհի առաջնությունը իր կիլոգրամները բարձրացնում էր եւ իմ մտածելով դա ավելի ճիշտ է։ Իսկ նրա հեռանալը սպորտից փոփոխություններ բերել է գերծանր քաշային կար մրցակցությունը, մոտիվացիան, հիմա ովքեր են քեզ նույնիսկ առաջնում։ Հիմա ավելի շատ է, քան այն ժամանակ, եթե այն ժամանակ 269-ին մենակ Լաշան էր մոտենում, հիմա Վարազդատներ են մոտենում, պարսիկներն են մոտենում, Իրաքից մասնակից կա, որ էլի ուժեղ է։ Հիմա ավելի շատ է մրցակցությունը, քան այն ժամանակ։ Բայց այն ժամանակ որպես դիտողներ ավելի հետաքրքիր էր։ Ծանրորդների համար չէ։ Չէ, դե եթե գիտես, որ կա այնպիսի մարզիկ, որ հետը մրցելը դժվար է, այդքան էլ հետաքրքիր։ Հիմա ավելի ազարտով ես մասնակցում, այդպես ասեմ էլի։ Հիմա ինչպիսին է քեզ համար պայքարը, որովհետև նաև Վարազդատն է եկել, առաջին համար է դարձել, վերջին մրցաշարերում նա ցույց տվեց իր առավելությունը։ Ինչ ես անում, որ փոխվի այդ գերակայությունը, ուժերի բաշխումը եւ նաև դու կարողանաս ոսկի նվաճել, ինչը վաղուց ես ձգտում եւ փորձում։ Դե մենք մարզումներին իրար հետ ենք մարզում, նույն հարտակին ենք մարզվում, նույն պլանով ենք մարզում, ուղղակի երևի մրցումները չի ստացվում իմ մոտ։ Ինքը մարզմանը բարձրացնում եք։ Մարզումը համարյա նույն կիլոգրամներն ենք բարձրացնում, իսկ թվում է պետք է հրում վարժությունը ավելի շատ անեմ։ Բոգում իրան ստացվում է իմ մոտ, հրում վարժությունն է էլի խնդիրը։ Այնպես է որ երկուսիդ երկրպագում ենք, ուղղակի ուզում ենք որ ուժեղագույնը ախտի ու մրցակցությունը էլ ավելի հետաքրքիր լինի։ Ինձ թվում է ես արդեն սպորտի հետ կապված ինչքան հնարավոր բան կա նվաճել եմ իմ կարիերայի ընթացքում, մենակ
աշխարհի առաջնության ոսկին է պակասում։ Եվ օլիմպիական ոսկի։ Դե հա, սկզբի համար աշխարհի առաջնությունն է պակասում, որ կոլեկցիան լեռանա էլի։ Իսկապես, երբ որ մենք պատրաստվում էինք այս զրույցին ու որ պետք է գրեինք տիտրոսներ, ասում էինք որը գրենք, որը չգրենք, ու այնքան տիտրոս կար, որ Հայաստանինը գրենք, Բահրեյնինը գրենք։ Ինչքան ուզում է տիտրոսները շատ լինեն, եթե մեջը չկա աշխարհի առաջնության ոսկին, ոնց որ կիսատ լինի այդ ամեն ինչը։ Ու կարերան ոնց որ կիսատ ամենում։ Ես հենց այդ հարցն էի ուզում տալ, որ դու արդքան աշխարհի առաջնություններում պայքարում էիր, մոտ էիր լինում ոսկուն, մոտ չէիր լինում։ Աշխարհի առաջնության մեդալ ունեմ 7 կամ 8, չեմ հիշում կոնկրետ, 7 կամ 8։ Այդ ափսոսանքը կա, որ ոսկին չկա։ Դե կա, այդ կիսադա էլի այդ ամեն ինչը մնում ոնց որ պետք է էլի մի հատ ոսկի աշխարհի առաջնությունից, որ այդ ամեն ինչը լիարժեք լինի, ոնց որ կարերատ կիսատ չմնա, որ հետո թողելուց հանգիստ խղճով հեռանաս սպորտից, որ կիսատ բան չունենաս թողած։ Քո առումով ի՞նչն էր խանգարում։ Դու ինչ որ սխալ ժամանակ էր, օրինակ Լաշայի գերակայությունն էր, հետո նա թողեց, եկավ Վարազդատ, ի՞նչն էր պատճառը, որ քեզ մոտ չկարողացար այդ որոշակի հատված օգտագործել եւ դու առաջինը լինել։ Երևի, երբ որ ես ամենա ուժերից ամենաուժեղ ժամանակները ժամանակ Լաշան էր, հետո Լաշան չկար մեծացանք, համել վնասվածքները չեն թողնում, որ այն ձև մարզվեց ոնց որ պետք է։ Օրինակ Նորվեգիայում մարզումներին շատ լավ էինք պատրաստվել, ուղղակի վնասված ծնկների հետ կապված խնդիր ունեի, չէի կարողանում։ Այնտեղ էլ շատ խոնավ էր ամեն ինչ, եղանակը շատ վատներ, այդ հոտացավերը շատ են խանգարում։ Դրանից 15 օր, 20 օր հետո այդ իսլամական խաղերին նույն կիլոգրամները բարձրացեցի, ինչ որ Վարազդատը աշխարհի առաջնությանը։ Նաև բախտի գործոնն է կարևոր հանգամանքների բազմաթիվ։ Սպորտային բախտն էլ է շատ մեծ նշանակություն ունի։ Բայց ամեն դեպքում ես հիշում եմ, որ դու մասնակցում էիր, հատկապես երբ որ Հայաստանի հավաքականում էիր հանդես գալիս, մենք նայում էինք, ես միշտ ասում էի՝ «Խիկ այս Լաշան», որովհետև եթե նա չլիներ, մենք բազմաթիվ ոսկե մեդալներ հաստատ կունենայինք այս ընթացքում։ Չլիներ, այդ սանդղակը այդքան բարձր չէր լինի մեր քաշային կարգում, այդ կիլոգրամները հաստատ չէին բարձրացնի, որ չես տեսնում, եթե աշխարհի ռեկորդը ենթադրենք 250 կիլոգրամ լիներ, ոչ մեկ 260 չէր մոդենալու։ Յուրատուկ կերպով ձեզ առաջ էր տանում։ Առաջ է տարել մեր քաշային կարգը։ Ու ամենադիտարժաններից մեկն է դարձրել։ Այո, հիմա ոնց որ նորից մարզվում է։ Հա, կարող։ Ասում են, այո։ Եվ ինչ եք Ես չեմ մտածում։ կարծում, որ կկարողանա վերադառնալ, որովհետև տարուց ավել ընդհանրապես չմարզվելուց հետո շատ դժվար կլինի հետ վերադառնալը։ Եվ անկեղծ լինենք, մենք Փարիզում էինք բոլորս, երբ ականատես եղանք նրա վերջին ելույթին, դու եւ Վարազդատը վնասվածքները շատ էին այդ ժամանակ իր մոտ, ուղղակի այդտեղ հենց սպորտային բախտներ, որ ոչ իմ մոտ ստացվեց վերջի երկու մոտեցումը, ոչ Վարազդատի, թե չէ, նա էլ հաստատ չէր բարձրացնելու։ Եթե մեզից մեկը այդ վերջի մոտեցումը անում էր, ինքը չէր բարձրացնելու էլ։ Դա ենք ուզում ասել, որ նման չի Յանքի գնով վերջի մոտեցումը բարձրացրեց։ Ձեզանից էր կախված ամեն ինչ։ Մի տեսակ այդ օդի մեջ զգում էիր, մենք այ հենց այդ ժամանակ իսկապես մեր ձեռքում էր հաղթանակը։ Առաջին անգամ դուք եք առաջին անգամ մենք էինք թելադրում։ Ինչի՞ չստացվեց, չհավատացիք, թե ես ընդհանրապես չէի մտածում, որ այդ 255-ը չեմ բարձրացնելու։ Ընդհանրապես կասկած չկար, որովհետև շատ լավ էինք պատրաստվել, շատ։ Վարազդատը 260 կիլոգրամ կրծքին էր վերցրել պարապմունքի ժամանակ, ես 255-ը շատ լավ էինք պատրաստել, բայց էլի մի բան չստացվեց։ Ինձ թվում է ուժեղների կողմից նաև բախտի գործոնն է, ու Լաշան ուներ այդ հաջողությունը իր հետ։ Այլապես դուք բախտը այդ օրը մեր հետ չէր։ Հաճելի էր հետևել ձեր պայքարին ու առաջին անգամն էր, որ զգացինք, որ Լաշան էլ այն չէ ու նրան կարելի է հաղթել, բայց ցավոք դուք էլ առաջին անգամ այդտեղ պարտվեց ինչ որ վարժությունում։ Առաջինը հա, բոգումով ես 1 կիլոգրամ հաղթեցի, բայց էլի բոգումի մեդալ չկար, որ իրար հետ կանգնեինք առաջի երկրորդ հորիզոնականներին։ Գոր, քանի որ խոսեցինք Փարիզի խաղերից, մենք հիշում ենք քո առաջին օլիմպիական խաղերը Ռիոյում, դու դեռ շատ ավելի երիտասարդ էիր եւ կրկին մեդալակիր դարձար, կրկին արծաթ նվաճեցիր։ Դու մասնակցեցիր հետո Փարիզին եւ բաց թողեցիր Տոկիոն։ Կա ափսոսանք, որ դու կարող էիր մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին, եթե ավելի շուտ սպորտային քաղաքացիությունը։ Այո, այլապես հա, իհարկե կա ափսոսանք, որովհետեւ
Տոկիո լրիվ խայտարակ կիլոգրամներ էր այնտեղ։ Ինչ որ այդ օրը բարձրացել է երկրորդ տեղի մարզիկը, ես ու Վարազդատը, այդ ժամանակ Վարազդատը էլի երիտասարդ էր հələ։ Իրար հետ պարապմունքին մի քիչ էլ ավել բարձրացնում էինք, այն որ պարապում էինք այդ քաշերով։ Շատ ափսոս էր։ Բայց մենք հիշում ենք քեզ Ռիոյում, երբ դու պարզապես երջանիկ էիր, վայելում էիր քո արծաթե մեդալը, նշում էիր, որ ամենաուրախներից մեկն ես մեր հավաքականում։ Ինչու էր այդ մեդալը քեզ այդպես երջանկություն բերել։ Օլիմպիական խաղեր մասնակցել, մենակ մասնակցություն ունենալ ամեն մարզիկի բախճի վիճակվում, իսկ ես արդեն երկրորդ անգամ մասնակցում եմ եւ մեդալ եմ նվաճում, այդ մարզիկի համար ամենաբարձր կոչումն է, որ կարող է ունենալ օլիմպիական մեդալը, կապ չունի որ հարգին է, դե ցանկալի է որ առաջինը լինի, բայց օլիմպիական մեդալը ոնց որ քո անունը մնում է պատմության մեջ որպես օլիմպիական խաղերի մեդալակիր։ Աշխարհի չեմպիոններին, մեդալակիրներին կարող է մի 5 տարի, 10 տարի հետո մոռանան, բայց օլիմպիական մեդալակիրները մնում են պատմության մեջ։ Ցավոք Տոկիոն բաց թողեցինք, թե այլապես 3 մեդալ կունենայի։ 3 մեդալ կլիներ։ Ոչինչ, հույսով եմ Լոս Անջելեսում կլինի երրորդը։ Մենք էլ հույս ունենք, գնում ենք դեպի Լոս Անջելեսի խաղեր։ Իհարկե, անպայման։ Այս խաղերից հետո ճիշտ ասած ուզում էի ավարտեի կարիերան, բայց հասկացա, որ հələ ժամանակը չի։ Բայց ինչու է նման որոշման եկել։ Ես այդ հենց սկզբից որոշել էի, որ հաղթեմ միանգամից թողելու եմ։ Հարթակում։ Այո, հենց հարթակում, ասի եթե հաղթեմ, հենց հարթակում կթողեմ, որ տենց հաղթանակած ավարտեմ կարիերան, բայց չստացվեց, դրա համար որոշեցի մի օլիմպիադա էլ պատրաստվել։ Գոր, այս հարցը մեզ նաև շատ դիտողներ են գրում քո Բահրեին տեղափոխությունը։ Չնայած բոլորին պարզ է, որ եթե կան նույն քաշային կարգում ուժեղ մարզիկներ եւ մեկը պետք է ներկայացնի, մյուսը չի կարող այսպես պարապ նստել տանը եւ ոչինչ չանել։ Երբ եղավ առաջարկ Բահրեյնից եւ արդյոք միայն Բահրեյնից էր, ինչպես կայացրիր որոշումդ։ Առաջարկ կար ամենասկզբից Ուկրաինայի կողմից, բայց այդ արդեն Տոկիոից առաջ էր։ Այդ ժամանակ չստացվեց, կեսից համ իրանք փոշմանեցին, համ մենք։ Որոշեցինք չգնալ, հետո 21 կամ 22 թվականի, չէ, 21 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ այդ Ալբանիայի ֆեդերացիայի նախագահն էր եկել Բահրեյնի, այնտեղ առաջարկեց դες էլ մարզիչների անձնական մարզիչը, հավաքականի մարզիչ, հետո Հայաստանում արդեն օլիմպիական կոմիտեի հետ խոսեցինք եւ հասկացանք, որ եթե մնամ ստեղ, պետքա երկուսս էլ վարկանիշ բերելու ենք, հետո Հայաստանում ենք մի հատ մրցում անելու, տերանք ով է գնալու օլիմպիական խաղեր, ավելի դժվար է լինելու։ Ավելի լավ է, եթե առաջարկը ինձ են արել, ես գնամ այնտեղից մասնակցեմ, երկուսով կմասնակցենք, իրար էլ չենք խանգարի։ 2 մեդալ կլինի։ 2 մեդալ կլինի։ Եվ եղավ տեղափոխությունը, ինչպես հարմարվեցիր նոր երկիր, չնայած դու այստեղ էի շարունակում մարզվել եւ բնակվել, բայց ամեն դեպքում ինչ-որ փոփոխություններ լինում են սպորտային կյանքում։ Ինչպես փոփոխություններ կան մենակ այն առումով, որ զուտ մրցումների ժամանակ, որ բարձանում է դրոշը, Հայաստանին է չի բարձանում, թե չէ, մնացածը սա նույնն է, Հայաստանում եմ ապրում, այնտեղ մենակ գնում եմ մրցումներից հետո ընդունելություն միջոցառումներ այդպիսի բաներին մասնակցելու եւ գալիս եմ Հայաստան նորից։ Ամբողջ պատրաստականության փուլը անցնում է Հայաստանում։ Իսկ այնտեղ ո՞նց է ծանրամարտի վիճակը։ Արդյոք քեզ տանելով չեմ փորձում ծանրամարտը ավելի զարգացնել, նոր մարզիկներ ներգրավել։ Հիմա ավելի լավ է, քան որ ես նոր էի գնացել այդ ժամանակ, որովհետեւ այդ ժամանակ ընդհանրապես ոչ մեկ չգիտեր ծանրամարտը այնտեղ ինչ է, դաժե սպորտի նախարարությունը չգիտեր, որ ծանրամարտը օլիմպիական մարզաձև է։ Բայց հիմա արդեն երեխաներ են մարզվում։ Հիմա արդեն մարզիչներ են բերում ուրիշ երկրներից, դե իրանք չունեն մարզիչներ, պայմանագրով գալիս են, որ երեխաներին մարզեն։ Այն ժամանակ ընդհանրապես չկար, բայց հիմա արդեն 20-25 հոգանոց երեխաները խումբ ունեն։ Այս վերջերս նաև ցուցադրական բան էին, չէ՞, կազմակերպել բասկետբոլ, ծանրամարտ։ Այդպիսի բաներ կազմակերպում են, որ մարդիկ հեռուստացույցով այդ ռեկլամներով տեսնեն, կան մարզով են զարգացնում են սպորտը։ Մասսայական են զարգանում։ Ու ոչ միայն ծանրամարտը, այլ մնացած բոլոր սպորտաձևերը, որոնք օլիմպիական են, շատ մեծ ներդրումներ են անում, համ ֆինանսապես, համ ֆիզիկապես, ամբողջովին մեր ֆեդերացիայի նախագահն ամբողջովին սպորտի մեջ է։
Իսկ քո նկատմամբ ինչպիսին է վերաբերմունքը հենց բնակչության կողմից ճանաչում են, հետևում Շատ լավ, են։ ես չէի պատկերացնում, որ կարողա փողոցում կամ խանութի մեջ ճանաչեն։ Այդպիսի դեպքեր էլ ա եղել, որ գալիս են սկսում են, դեռ իրանք չգիտեն, որ ես հայ եմ կամ ուրիշ տեղից եմ, հետս արաբերեն են խոսում։ Ինչ է սովորել արաբերեն։ Ոչի բան, շատ դժվար լեզու է արաբերենը, շատ։ Չինարանից դժվար է։ Դες բառեր գիտեմ, բառից էս տեսություն բան։ Համով խոհանոց ունեն, փորձելուց։ Չէ, Հայաստանի հայկական խոհանոցի հետ համեմատած ընդհանրապես ուտելու բան չի։ Ես չեմ կարողանում հարմարվեմ ուտելիքին, որովհետև իրանք համեմունքներ են շատ օգտագործում։ Իսկ ես սիրում եմ մեր հայկական ուտելիքները։ Գոր, իսկ պլաններում կա, որ կարիերատ ավարտելուց հետո Բահրեյնում արդեն ինչ-որ գործունեություն ծավալես կամ արշական կամ գուցե այլ կերպ նպաստես ծանրամարտի զարգացմանը, մասսայականացմանը։ Դա արդեն առաջարկից է կախված, ավելի շատ երևի Հայաստանում փորձեմ այդ նույն բանը, քան Բահրեյնում։ Այո, ավելի լավ է մնամ Հայաստանում հայկական սպորտին, ինչ-որ բանով փորձեմ օգնել իմ անցած ճանապարհով գիտելիքներով, քան թե իմ ունեցածը տանեմ ուրիշ երկիր։ Կբացես արմատներով ամբողջությամբ Հայաստանի համատեղել։ Այո, ուրախալի։ Կամ երկու տեղն էլ կարելի է։ Այնտեղից առաջարկներ կան, որ տեղափոխվեմ այնտեղ հետո մարզիչ որպես, դե այնտեղ հավաքական որպեսի մենք ունենք, այդպեսի հավաքական չկա։ Այդտեղ ամեն մարզիկ իր մարզիչի հետ է մասնակցում, այսինքն Կոլումբիայից ունենք մասնակից, ինքն իր մարզիչի հետ էր։ Բայց հետո արդեն այս փոքրները մեծանան եւ հավաքական լինի, կարող է այդպես հավաքականի մարզիչ որպես աշխատեմ։ Հարազատ կլինես էլի, համել հոդերը չեն ցավի տակ է միշտ։ Այնտեղ էլ շատ տաք է։ 40-45 աստիճան է ամառները, շատ շոգ է։ Գոր դու շարունակում ես մնալ քո սիրելի հարազատ Գյումրիում։ Այո։ Կարոտը չի թողում գնաս։ Կարոտը չի, ոնց որ արդեն սովորել եմ, էլի այնտեղի պարապմունքները, մարզումները հիմա Գյումրիում էլ ունենք դահլիճ հավաքներ անցկացնելու, որ այնտեղ ենք շուշուտ անցկացնում, ավելի շատ այնտեղ եմ սիրում լինել։ Իսկ մտադիր ես գուցե մի օր մարզադպրոց բացել այնտեղ կամ սպորտին ինչ-որ կերպ օգնել մարզիկները, այո, մարզիկները նման գործունեություն անում են։ Այդ արդեն կարիերան ավարտելուց հետո այդ այնպիսի հարց է, որ մենակով չես կարող անել, պետքա պետական մակարդակով լինի։ Գոր դժվարություններից չխոսել չեն կարող, բոլոր մարզիկներն էլ շատ դժվարություններ են հաղթահարում, մանավանդ երբ որ հասնում են մեդալային այսպես մակարդակի։ Դու ինչերի միջով ես անցել մինչև այն պահը, երբ դարձար Գոր Մինասյան ծանրորդ տիտղոսակիր։ Հոգս տարիքում բոլորի մոտ էլ դժվար է, ես միշտ ասում եմ, եթե երեխան ամեն ինչով ապահովված է, ամեն ինչ ունի, նա չի կարող լավ սպորտսմեն դառնալ, սպորտսմենը պետք է ինքը իր ճանապարհը կառուցի։ Դեք փորձը, որ նայում ենք այդ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին, ոչ մեկը հարուստ ընտանիքից չեն եղել։ Պետք է դու քեզ կառուցես, ցկտում ունենաս ինչ-որ բանի, եթե դու ամեն ինչ ունեցար մարզակոչիկների տեսականի, ամենալավ մարզադահլիճներում տանեն մարզիչների մոտ չես դառնա։ Դա իմ անձնական կարծիքն է, որովհետև մեր շրջապատն էլ բոլոր սպորտսմեններն էլ ոչ մեկն էլ այս միլիոնատերերի ընտանիքներից չեն դուրս եկել, բոլորն էլ սովորական ապրող նորմալ ընտանիքների երեխաներ են եղել։ Ու ինձ թվում է դա մոտիվացիա պետք է ունենաս։ Առավել եւս ապահով ընտանիքներից չեն գնում ծանրամարտի։ Ոչ միայն ծանրամարտը, որ սպորտաձևը որ դժվար է։ Մենապայքարային, ինչպես նաեւ ծանրամարտի։ Ինչպես է քո ընտրությունը, քո պարագայում ինչպես է եղել եւ ընտանիքդ ոնց է ողջունել այդ քայլը կամ աջակցել քեզ։ Փորձ մի քանի ուզեցել են ընտանիքս որ դառնամ սպորտսմեն, մի քանի տարբեր սպորտաձևեր փորձել եմ։ Հաշիվ փորձնողն է տարել են զորով։ Թե գիմնաստիկա եմ գնացել 5-6 տարեկան հասակում։ Պատկերացնում ես մարմնամարզիկներ։ Հետո մի ամիս տենց ըմբշամարտի եմ գնացել, ասել չեմ գնում, դուրս չի գալի, վազել չեմ սիրում ես, այնտեղ դες հաղորը վազում են։ Հետո մեր դպրոցի ուսուցիչը ֆիզկուլտուրայի ծանրամարտի մարզիչ էր, մայրիկս էլ էլի ուսուցչու է այդ դպրոցում, ասես տանենք, թող գա փորձի։ Ասում կգնաս, ասի հա, ես տարան ու ճիշտ որոշում էր էլի որ տան։ Ինչը սիրեցիր։ Ճիշտ ասած սկզբից ուղակի գնում էի։
որ պրոստը գնում էի, ինձ չէր սիրում էի, ոչ էլ չէի սիրում։ Ոստը որ ասել էին գնում էի, հետո ժամանակի ընթացքում սկսեցի հավանել այդ Եսիմ դուրս եկա որ տղամարդու սպորտաձևը ավելի շատ որ ես խաղային ձևեր չեմ սիրում իմ համար մենապայքարային ձևերը ավելի հետաքրքիր են այս էլ ամենածանր ձևերից մեկն է ծանրամարտը որ դու քո մրցակիցը ծանրաձողն է հա Իսկ չես հոգնում գոր ձանձրանում չէ դե հոգ միապաղաղ է նու առհասարակ մարզիկի կյանքը հա բայց արդեն Քանի տարի 10 տարուց ավել նույն ռեժիմով առավոտ ժամը 8-ին արթնանալ երկու հատ մարզում քնել ու նորից ամենը նույն բանը այսինքն գիտես որ կոնկրետ ինչ որ նպատակի համար ես այդ ամեն ինչ անում Որն է քո այդ նպատակը գոր եւ ինչ հնարավորություն է տվել քեզ սպորտը ինչի հասնել ինչպես կայանալ ինչ ձեռք բերել Ամենասկզբից եղել է ֆինանսապես կայանալը այդ երիտասարդ տարիքում 15, 16, 17 տարեկանում ինչ պետք է աշխատի այդ տարիքի տղան, որ նորմալ գումար վաստակի։ Իսկ սկզբանե ուզել ես ընտանիքիդ, հա, ֆինանսապես ապահովել։ Ֆինանսապես ցկտումը բոլորին էլ է դա, որ ֆինանսապես կայանան, բայց արդեն մինչև 20-21 տարեկան նորմալ ֆինանսապես կայանալուց հետո արդեն ցկտում ես տիտղոսների, որպեսզի ավելի շատ մեդալներ նվաճես երկիրը ավելի շատ ճանաչում ունենա աշխարհով մեկ քեզ ճանաչեն ընթացքում փոխվում են նպատակներն ու մոտիվացիաները Դուք առաջ իսկ սկզբանե դրած նպատակներին հասել ես կարողացել ես ընտանիքը Հիմա ինչ նպատակներ որ ունեի համարյա գրեթե բոլորին հասել եմ մնացել աշխարհի առաջնության ոսկին եւ սպորտային նպատակ եւ օլիմպիական խաղերը Այ գորջան Աստված տա հասնես նաև այդ նպատակներիդ։ Ես գիտես 15-16 տարեկան պատանին մտածում էի իր ընտանիքի մասին, ինքան լավ էիր ասում, ինքան հասուն։ Բայց դա հաստատ միանշանակ լավ կյանքից չի եղել։ Հա, շնորհակալաբար։ Շատերից մոտ է դա լինում, երբ որ դու մտածում ես, որ իմ հետևում կա իմ ընտանիք ու ես պետք է օգնեմ իրան, բայց 15-16 տարեկանում։ Դրա համար երբ որ դու ես հույսը դնում ընտանիքիդ վրա, ել չես կարող դառնաս այն ինչ որ կդառնայր, բայց որ արդեն գիտես որ այսպես ասած տանտղամարդը դու ես եւ այդ ամբողջ ընտանիքի հույսը դու ես, պետքա քո ճանապարհը տանես դեպի ամենալավը, որ կարողանաս այդ ամեն ինչին հասնես։ Քանի տարեկանից եկել այդ գիտակցումը, որ դու ես տանտղամարդը ու պետք է կարողանաս օգնել մյուսներին։ Դե այդ արդեն 15-16 տարեկանից որ սկսել եմ գումար վաստակել, հասկացել եմ որ տանտղամարդը պետքա գումար վաստակի ու Այնց անի, որ իր ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենա։ Իսկ հիշում ես ինչքան էր այդ գումարը եւ ինչ մրցաշարից էր, ինչպես կարողացար։ Առաջի անգամ ոնց որ պատանիների Եվրոպայի առաջնությանը, որ երկրորդ տեղ գրավեցի օլիմպիական կոմիտեից, ոնց որ 80 կամ 90 հազար դրամ աշխատավարձ թոշակ էի ստանում։ Ամեն ամիս այդ արդեն 2010 թվականին նորմալ գումար էր, էլի քիչ չէր։ Հա, քո տարիքի տղայի համար։ Իմ տարիքի 16 տարեկան տղայի համար այդ արդեն նորմալ գումար էր։ Հիշում ես մենք առաջինը 1000 դրամ էինք ստացել։ Եվ երջանկությունից ճախրում էինք։ Բայց էլի ես բաժանել էի, որ տամ տնեցիներին։ Հետո արդեն 17 տարեկանում, չէ 16 տարեկանում օլիմպիական խաղերի Հա, դու մասնակցել ես կաթանեկան։ Երկրորդ տեղը գա օլիմպիական կոմիտեից 1 միլիոն դրամ պարգևավճար եմ ստացել, այդ արդեն առաջին միլիոնը։ Առաջին միլիոնն է 16 տարեկանում։ Այդ արդեն այդ լրիվ ուրիշ զգացողություն է, որ 1 միլիոն դրամով տուն ես գնում, այն 16 տարեկանում։ Այդ դեպքում երևի կրկնակի ուրախեցի, եւ որ ընտանիքիդ մասին ես հոգտանում, եւ որ քո աշխատանքը իր պտուղները տալիս է։ Ու նաեւ սիրածդ գործով ես զբաղվում, էլի։ Համ քո գործն է իր արդյունքը տալիս, համ հասկանում ես, որ ճիշտ ճանապարհն ես ընտրել։ Գոր հիմա այդ նպատակներից հասել ես մնացել են քո ասած ոսկիները։ Ոնց ես աշխատում այս տարիների ընթացքում ինչն է փոխվել քո մեջ, սխալները տուղղելու, ավելի շատ կիլոգրամներ բարձրացնելու համար։ Նաև չմոռանանք, որ նաև մեծանալուն զուգահեռ դժվարություններն են շատանում, վնասվածքներն են ավելի զգացնել տալիս։ Հիմա ավելի շատ համ ուժային բարապունքները պետքա փոխվի, համ տեխնիկայի վրա պետք է աշխատել, որ ավելի շատ տեխնիկապես
պատրաստված լինես, քան ուժով։ Որովհետև վարժությունները սա տեխնիկայով են, որ տարիքը այն չի արդեն էլ ուժդ քչանում է, պետքա տեխնիկայով բարձրացնել։ Խնայողաբար նայ։ Խելացի Երևի աշխարհ։ հա, խելացի ես դառնում։ Մարզիչներին միանշանակ ամենաառաջի բանը, որ կարելի է անել, դա պետքա մարզիչներին լսել ու դա որպես խորհուրդ էլի մատաղ սերունդին, որ մարզիչին պետքա լսել, անձնական մարզիչին ամենակարևորը, որ ինքն է քեզ 10 տարեկանից, 8 տարեկանից հասցրել այն տարիքին, որ դու արդեն դրսից մեդալներ ես բերում ու տալիս է հավաքականին, արդեն հետո հավաքականի մարզիչին։ Իսկ մարզիչների հետ փոխհարաբերությունները ինչպես պետք է կառուցել։ Շատ կարևոր է, չէ՞, քո անցած ամեն փուլում հիշել, ով է քեզ առաջին խորհուրդները տվելով է հարթել ճանապարհը։ Ինչքան որ քո շնորհքն է այդ մեդալները, այդքան էլ մարզիչներին ու ոչ միայն մարզիչներին, հավաքականի հետ աշխատում են բժիշկ, մերսող, հաշվապահ, քարտուղար, իրեն ֆեդերացիան լիքը աշխատողներ ունի ու այդ ամեն ինչի իրանց շնորհքն է, իրանք իրանց մասնաբաժինը ունեն այդ մեդալների։ Եթե ենթադրենք, չգիտեմ, հաշվաբան այդ գումարը չփոխանցի միջազգային ֆեդերացիային, դու չես մասնակցի, չէ՞, դա առաջնությանը։ Բոլորը իրանց ներդրումն ունեն այդ մեդալներին։ Որովհետև երբեմն մարզիկները մեծամտանում են ու ասում են միայն ես, բայց մենք գիտենք, որ սպորտում միայնակ ոչ մի բանի չես հասնի առհասարակ։ Ոչ մի բան չի լինում, եթե այդ ոնց որ մի շղթա է, եթե բոլորը իրանց տեղում չլինեն, բոլորը չէ, մի հոգին դաժի, եթե իր տեղում չլինի, այդ արդյունքը ով ուզում ես եղի, ինչ աստծո տված շնորհք ուզում ես ունեցի, չես կարող հասնել այդ ամեն ինչին։ Կարող է մի օր հասնես, հաջորդ օրը։ Այո, ճիշտ է, քեզանից է շատ բան կախված, որ այդ ինչ որ այդ թիմը տալիս է, կարողանաս ճիշտ վերցնել։ Իսկ դու կարողացել ես որպես ստացվել է, հա, ինչ որ չափով ստացվել է վերցնել այդ ամեն ինչից իմ բաժինը։ Իսկ ունեցել ես մարդիկ քո ճանապարհին, որոնք այդ որոշիչ կարևոր դերն են խաղացել, քեզ առաջ են տարել։ Իհարկե, ամենակարևորը մարզիչներն են, որ տանում են այդ ճանապարհը, գալիս են քո հետ հավասար, մինչև մեծ հարթակի այն ամենասկիզբը մարզիչը քո հետ գալիս է եւ քեզ այդտեղից ճանապարհում է դեպի ոնց որ կռիվ։ Իսկ կանոններ կտաս, թե ընդհանրական ես նշում մարզիչ։ Իմ կարիերայի ընթացքում իմ անձնական մարզիչը, որը հիմա գլխավորում է հավաքականը, Հակոբ Փիլոսյանը, իմ 10 տարեկանից ինձ հետ է եղել, հետո արդեն երիտասարդների հավաքականը, հետո արդեն ընկեր Պաժիկի հետ 10 տարի աշխատել ենք, հա, երկար տարիներ, երկար ճանապարհ ենք անցել, բոլորն էլ իրանց ներդրումները ունեցել են այդ մեդալների նվաճմանը։ Անկամ մրցակիցները, կարծում եմ։ Իհարկե, մրցակիցները եթե չլինեն, արդեն հետաքրքիր չի լինի։ Ու այն խոսքը, որ ասում են անհատական մարզաձև, մենք հասկանում ենք, որ այդքան էլ անհատական չի, որովհետև մի ամբողջ թիմ է կանգնած մարզիկի հետևում։ Արդեն ելույթը դու մենակով ես ունենում, բայց մինչև ելույթը արդեն դա թիմային պայքար է, որովհետև եթե մեր մարզումներին Չնայած դժվար մեր մարզումներին եղած լինեք, որովհետև ընկեր Պաժիկը չէր թողնում։ Չէ, բայց եղել ենք։ Հա, մենակ ձեզ թողնում էր մի երկու անգամ թողել։ Վաղուց չենք եղել, բայց եղել ենք։ Այդ թիմը եթե մեկը ինչ որ ծանր բան է բարձրացնում, ամբողջ թիմը նայում է թե ոնց է բարձրացնում, դա էլ է թիմային։ Եթե չնայես, դա հարգանքի նշան է թիմակցի կատարած աշխատանքին։ Որքան ամուր է թիկունքդ, այնքան լավ են լինում քո ելույթները։ Եթե բանը մրցումների ժամանակ եթե մի մարզիկը մասնակցում է, ամբողջ թիմը դահլիճից նայում է, իհարկե։ Եվ ուզում ենք նաև քեզնից իմանալ, որ դու վերջերս ելույթ ես ունենում, անվանը փոփոխություն կա։ Միջազգային ֆեդերացիաների այդպես գրում։ Գոր, Տիգրան։ Հա, այդ ոնց որ Բախրենի քաղաքացիությունը ստացել է, իրանց մոտ այդպես պետական օրենք կա, որ հայր անունը անունի հետ գրվում է։ Այնտեղ ավելի շատ է գրվում, այնտեղ Պապի անունն էլ է գրվում, պրոստի ես չուզեցի, ասեցի մենակ հայր անունը թող գրվի։ Հայր անունը պարտադիր գրվում է անունի հետ ոնց որ երկրորդ անուն քեզ։ Անձնագրի մեջ էլ է այդ ձև գրվում Գոր Տիգրան Գետ Մինասյան։ Դրանով է պայմանավորված։ Որովհետև մենք զարմացել ենք առաջին անգամ տեսանք քո դաջվածք օլիմպիական խաղերի ժամանակ, հետո արդեն միջազգային ֆեդերացիայում կար դա։ Հա, չէ, այդ ճշտեցինք։ Իմացա։ Իսկ դաջվածքից կպատմես։ Դաջվածքը իշատակ հայրիկիս հետ կապված։ Որ մի մասնիկ ինձ հետ էլի անընդհատ։
Իսկ երբ քանի տարեկանում ես կորցրել հայրիկի։ 7 Մենք չգիտենք էս 2000 հարցին անդրադառնալ թե չէ, բայց հայրիկի բոլորս էլ ունենում են կորուստներ, նրա կորուստը քո մեջ ինչ փոխեց։ Դիակի տղայի երեխայի համար դժվար է առանց հայր մեծանալը, բայց դե այդ դրանից էլ է գալիս, որ հասկանում ես, որ արդեն ընտանիքը քո վրա է։ Դու շուտ հասունացա։ Հա, շուտ ես մեծանում էլի։ Այդ ինչպես դու արդեն ասացիր, պատասխանատվությունը քեզ վրա բերեց։ Պատասխանատվությունը արդեն շուտ ես մեծանում։ Բայց դու հրաշալի քույրիկներ ունես, մայրիկ, որոնք քեզ շատ են աջակցում, եւ միշտ գիտենք, թե որքան են քեզ ողջևորում ու քո ամենալավ երկրպագուներն են։ Հավասար գալիս են իմ ճանապարհը։ Բայց հաստատ քո հայրիկը կա, քո Հա։ Երևի նայում է երկնքից եւ ուրախանում է, թե ինչ արդյունքների եմ հասել եւ շարունակում եմ այդ ճանապարհը։ Հուսով եմ արդեն սպորտից հետո էլ իմ գիտելիքները սպորտի մեջ կմնան եւ կօգնեմ հայկական ծանրամարտին եւ ոչ միայն հայկական։ Դու շարունակում ես օգնել եւ սովորաբար ինչպես է լինում քաղաքացիությունը փոխելու կամ տեղափոխվելու դեպքում միշտ բացասական ինչ որ մեկնաբանություններ, կարծիքներ, դու երևի այն քիչ մարզիկներից ես, որ ինչպես սիրել են, նույն կերպեր շարունակում են սիրել։ Դա քո լավ համբավի, քո լավ արդյունքների համեստ տեսակի շնորհիվ է։ Երևի։ Նույն երբ որ դու ես մոտենում հարթակին, չկա ոչ մի տարբերություն, դու էլի մերն ես, էլի նույն կերպ երկրպագում են քեզ եւ ասում թող հաղթի ուժեղագույնը։ Ֆիզիկապես գնում են այնտեղ, բայց հոգեպես գալիս է իմ հետ Հայաստան։ Հիշում եմ, երբ որ դու նաեւ չեմպիոն էիր հռչակվել եւ հարցրեցինք, ինչ զգացողություններ ուներ, երբ որ Բահրեյն ես ներկայացնում։ Ամենաառաջի արդեն այն զգացողությունը չունես ինչ որ Հայաստանի հիմն էր հնչում իմ հաղթանակների ժամանակ, ոնց որ արդեն ուղղակի դառնում է աշխատանք ավելի շատ, քան ինչ որ այդ պատասխանատվության զգացողությունը այն մակարդակի վրա չէ, ինչ որ Հայաստանն էի ներկայացնում։ Այն ժամանակ ավելի էմոցիոնալ էր։ Այո, իհարկե։ Հիմա աշխատանք ոնց որ։ Դե հույս ունենք, որ այդ աշխատանքը նույն կերպ էլ կշարունակես բարձր մակարդակով ու լավ կատարել եւ կիրականացնես քո սպորտային երազանքը, որն է ոսկե մեդալ նվաճել։ Շնորհակալություն հրավերի համար, շատ ուրախ եի, որ հյուրընկալվեցի ձեզ էլ անխափանի եթերներ եմ մաղթում։ Շնորհակալ ենք Գոր։ Շնորհակալություն։ Այսօր այսքանն էինք պատրաստել, շատ սիրելի մի մարդու հետ էինք զրուցում։ Շատ հաճելի եւ տպավորիչ զրույց ունեցանք, իսկ դուք չմոռանաք մեզ հետևել YouTube-ում, սոցկայքերում, ուղարկել մեր թողարկումները ձեր ընկերներին եւ գրել մեկնաբանություններ։ Կհանդիպենք։